Համաժողովի ընթացքում ենթադրյալ հանցագործը կիրառել է քլորոպիկրին, խիստ գրգռող քիմիական միացություն, որը պատմականորեն օգտագործվել է որպես քիմիական զենք։ Վտանգավոր նյութի տարածումից հետո տասնյակ քաղաքացիներ ստացել են տարբեր աստիճանի ախտահարումներ, իսկ դեպքի վայրում անմիջապես գործի են դրվել արտակարգ իրավիճակներում արձագանքման բոլոր մեխանիզմները։ Խուճապի մատնվելու կարիք չկա, այս ամենը ոչ այլ ինչ է, քան դաշտային վարժանքի սցենար, որի նպատակն է միավորված ազգերի կազմակերպության կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով ստուգել եւ կատարելագործել պատասխանատու գերատեսչությունների համատեղ արձագանքման պատրաստվածությունը։ Ըստ վարժանքի սցենարի COP17 համաժողովի երկրորդ օրվա առավոտյան ենթադրյալ հանցագործը փոփոխության ենթարկված ուսապարկային ցողից սարքով մուտք է գործում նախասրահ, ակտիվացնում է սարքը, մարդկանց բազմության մեջ տարածելով քիմիական նյութը, այնուհետև նետում է սարքը, նախասրահում թողնում առանց հսկողության ուսապարկ եւ փորձում փախչել խուճապի մատնված ամբոխի միջով։ Դեպքի վայր ժամանած ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի ծառայողները անմիջապես վնասազերծում եւ ձերբակալում են ենթադրյալ հանցագործին։ Միաժամանակ փրկարար ծառայության աշխատակիցների հետ կազմակերպվում է քաղաքացիների անվտանգ տարհանում, մուտքերին եւ ելքերին հնարավորինս մոտ գտնվող անվտանգ միջանցքներով։ Ստեղծվում է միջադեպի կառավարման հրամանատարական կետ, իրականացվում է տարածքի սահմանազատում եւ գոտիավորում, ինչը հնարավորություն է տալիս համակարգված կազմակերպել հետագա արձագանքման բոլոր գործողությունները։ Այնուհետև մասնագիտացված խմբերը սկսում են դեպքի վայրի զննությունը, գնահատվում են առկա ռիսկերը, ճշգրտվում եւ անհրաժեշտության դեպքում վերագնահատվում են վտանգավոր գոտիների սահմանները, ապահովելով արձագանքող անձնակազմի եւ շրջակա միջավայրի անվտանգությունը։ Իրականացվում է նմուշառում, դեպքի վայրի մանրամասն զննություն եւ ապացույցների հավաքագրում։ Հավաքված նմուշներն ուղարկվում են լաբորատոր հետազոտության, իսկ մասնագետները շարունակում են քրեագիտական եւ քննչական գործողությունները հետագա վարույթային գործընթացներն ապահովելու նպատակով։ Վարժանքին ներգրավված էին նաև քննչական կոմիտեի քրեագիտական կենտրոնի, պաշտպանության, առողջապահության եւ շրջակա միջավայրի նախարարությունների մասնագետները։ Վարժանքի հիմնական նպատակը ոչ միայն տարբեր կառույցների պատրաստվածության ստուգումն էր, այլև COP17 համաժողովի ընթացքում հնարավոր ռիսկերի կանխարգելման, մասնագետների եւ քաղաքացիների անվտանգության ապահովման մեխանիզմների կատարելագործումը։ Նմանօրինակ վարժանքները հնարավորություն են տալիս գնահատել տարբեր ծառայությունների փոխգործակցությունը, արագ արձագանքման կարողությունները եւ արտակարգ իրավիճակներում բնակչության անվտանգության ապահովման արդյունավետությունը։ Համայնքային ոստիկանության վաղարշապատի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 20-ին Էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում հայտնաբերել, գողության կասկածանքով ձերբակալել եւ բաժին են տեղափոխել Ծաղկուն գյուղի բնակիչ 29-ամյա մի երիտասարդի։ Պարզվել է, որ նա նույն օրը ժամը 7-ից 10 ընկած ժամանակահատվածում մուտքի դռան փականը կոտրելու եղանակով մտել է Արտիմետ գյուղի բնակչի Էջմիածին Երևան ճանապարհին գտնվող բնակարան եւ գողացել զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ եւ աշխատանքային այլ գործիքներ։ Դուժողից ընդունվել է հաղորդում, 29-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։ Ըստ ճանապարհային երթևեկության կանոնների 88-րդ կետի վարորդներին արգելվում է մուտք գործել խաչմերուկ, եթե առջևում երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը կհարկադրի կանգ առնել եւ կստեղծի խոչընդոտ հատող ճանապարհով տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Այս կանոնի խախտումը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի 5000 դրամի չափով եւ տուգանային 1 միավորի կիրառում։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Կառավարությունն իրազեկում է։ Անտառներն ու բուսածածկ տարածքները մեր երկրի կենսական եւ ռազմավարական հարստությունն են, սակայն անգամ մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Բնության գրկում հանգիստը կազմակերպելիս դրսևորեք հոգատարություն, ստեղծեք մաքուր եւ անվտանգ միջավայր։ Հրդեհավտանգ ժամանակաշրջանում խստիվ արգելվում է բուսածածկ տարածքներում նետել այրվող լուցկի կամ ծխախոտի մնացորդներ, չնախատեսված վայրերում խարույկ վառել։ Արգելվում է վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխելը, բաց կրակից օգտվելը, ինչպես նաև բացատներում շշեր եւ ապակու կտորներ թողնելը։ Դրանք կարող են ոսպնյակի նման ֆոկուսացնել արևի ճառագայթները։ Արգելվում է այրել չոր խոտը կամ խոզանը։ Վառելանյութերն ու քսանյութերը պահեք փակ տարաներում։ Դրանց պահման վայրերը շրջափակեք առնվազն 1.5 մետր հանքայնացված շերտով։ Մաքրեք բուսածածկույթից եւ փայտի մնացորդներից։ Հրդեհի փոքր օջախ տեսնելիս անտարբեր մի անցեք։ Անմիջապես փորձեք մարել կրակը կամ արագ ահազանգեք 112։
Եթե ձեր վարելու իրավունքի զրկման ժամկետը լրացել է մինչև հուլիսի 6-ը, օրինակ զրկվել եք 2025 թվականի մարտ ամսին եւ արդեն իսկ լրացել է զրկման ժամկետը, ապա հուլիսի 6-ից սկսած դուք ունեք 1 տարի ժամանակ վերականգնելու ձեր վարորդական իրավունքի վկայականը։ Դրա համար անհրաժեշտ է մուտք գործել roadpolice.am կայք։ Կայքի ներքևի հատվածում կա հաշվառման քննական ծառայություններ, սեղմել մուտք, մուտքագրել հանրային ծառայության համարանիշը եւ հեռախոսահամար, այնուհետեւ սեղմել մուտք։ Մուտքագրեք թվերը նույնականացման համար։ Այստեղ ծառայությունների պատուհանում կա նոր պատուհան, հատուկ զրկվածների համար։ Նշել այդ պատուհանը եւ ընտրել ձեզ հարմար հաշվառման քննական բաժինը, այցելության օրը եւ ժամը։ Գրեք ձեր էլեկտրոնային հասցեն եւ սեղմեք ամրագրել կոճակը։ Այնուհետեւ կստանաք ձեր կտրոնը, որով ամրագրման օրը պետք է այցելեք հաշվառման քննական բաժին, կատարեք վճարում եւ ստանաք վարորդական վկայական։ Տեղում կարող եք վճարել 12000 դրամ եւ ստանալ նոր 10 տարվա ժամկետով վարորդական վկայական, իսկ թվային վկայական ունենալու համար 6000 դրամ։ Ամռան ամիսներին ավտոմեքենայի սրահում ջերմաստիճանը կարող է հասնել 60 աստիճան եւ ավելի։ Այդպիսի պայմաններում որոշ իրեր տաքանալով կարող են պայթել կամ դառնալ հրդեհի պատճառ։ Հիշեք, ավտոմեքենայի տաքացած սրահում չի կարելի թողնել էլեկտրոնային սարքեր, հեռախոս, համակարգիչ, power bank, պլանշետ։ Շոկը վնասում է մարդկոցը, ինչը կարող է դառնալ պայթունի կամ հրդեհի պատճառ։ Կրակայրիչ, բարձր ջերմաստիճանից այն կարող է պայթել։ Ավտոխնամքի միջոցներ, յուղեր, քիմիական նյութեր, դրանք շոկից կարող են այրվող գոլորշիներ արձակել։ Օծանելիք, սփրեյ, դեզոդորանտ, բարձր ջերմաստիճանից դրանք կարող են պայթել։ Պլաստիկ շշեր, արևի ուղիղ ճառագայթների տակ դրանք կարող են առաջացնել խոշորացույցի էֆեկտ եւ դառնալ հրդեհի բռնկման պատճառ։ Ապակյա շշերով ալկոհոլային եւ գազավորված ըմպելիքներ, դրանք շոկից ու պարունակության ճնշումից կարող են պայթել։ Ջերմության նկատմամբ զգայուն իրերը չպետք է թողնել մեքենայում, նույնիսկ մի քանի րոպե։ Կարևոր է իմանալ նաև, որ արևի տակ մեքենայի սրահի ջերմաստիճանը փակ ապակիների պայմաններում ընդամենը 20-30 րոպեում կարող է բարձրանալ մինչև 50-ից 70 աստիճան։